Սահմանադրական դատանի փոխնախագահ Վարեգ Գրիգորյանի մասին։ Վերջինս սահմանադրական դատանի դատավոր է ընտրվել ապօրինաբար, չի ստանում ստացիոնար բուժում։ Սա եզրույթն է, որը մեղադրական եզրակացության մեջ կա։ Սահմանադրական դատանի դատավոր Վահե Գրիգորյանի դատավոր ընտրվելու գործընթացի ուսումնասիրություն այս վարույթի շրջանակներում չի իրականացվում։ Այսինքն դա հանրային մեղադրող ընդունում է, որ սա հավաստի տեղեկություն է, այսինքն Վահե Գրիգորյանը ապօրինի է ընտրվել, ապօրինաբար ընտրվել, ապա պետք է ուսումնասիրություն կատարել։ Դա արդյոք այդպես է, թե չէ, օրինակ ես պատկերացնում էի, որ այս վարույթում ես կարող եի հրավիրվել ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա, որպեսզի իմ լրացուցիչ բացատրություններով, պարզաբանումներով օգնեի վարույթ իրականացնող մարմին, պարզելու համար այս խոսքերի հիմնավորվածությունը, որովհետև Վահե Գրիգորյանը եղել է ՍԴ դատավորի թեկնածու, 6-րդ գումարման ազգային ժողովը չի ընտրել նրան սահմանադրական դատանի դատավորի պաշտոնում, այդ ժամանակ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ուներ հանրապետության նախագահը, եւ ազգային ժողովի կանոնակարգով ասում են, որ նախագահը պետք է ներկայացնի նոր թեկնածու, ոչ թե նույն թեկնածուին նորից, այլ նոր թեկնածու։ Եվ դա գիտակցելով նախագահ Արմեն Սարգսյանը իր կարգադրությամբ հայտարարել է, ստեղծել է հանձնաժողով, հայտարարել է սահմանադրական դատանի դատավորի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Այդ մրցույթին դիմել է նաև Վահե Գրիգորյանը, բայց նա առաջադրել է ի վերջո մրցույթի արդյունքում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ազգային ժողովում միայն իմ քայլը խմբակցությունը դեմ է քվեարկել, որից հետո հանրապետության նախագահը նոր մրցույթ է հայտարարել։ Նոր մրցույթին մասնակցել է նորից Վահե Գրիգորյանը, բայց նախագահի ընտրությունը կայացել է այլ իրավաբանի վրա Արթուր Վաղարշյանը։ Արթուր Վաղարշյանին նույն ազգային ժողովը դեմ է քվեարկել, չտալով որևէ պատճառաբանություն, որից հետո հանրապետության նախագահը իր մոտ ընդունել, այսինքն ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր նախաձեռնությամբ հանդիպել է հանրապետության նախագահի հետ եւ հանդիպման օրը հանրապետության նախագահ առանց մրցույթ հայտարարելու, առանց նախորդ ընթացակարգերը պահելու, նախկինում չընտրված Վահե Գրիգորյանին ներկայացել է ազգային ժողովին որպես սահմանադրական դատանի դատավորի թեկնածու եւ նա ընտրվել է սահմանադրական դատանի դատավոր։ Հիմա այս գործընթացի օրինականության մասին վիճարկելու իրավունք ես ունեմ, թե չէ։ Կարող եմ ասել, որ այս գործընթացը եղել է ապօրինի։ Հիմա դա պետք է դառնալ ուսումնասիրության առարկա, չէ՞, թե ոնց է ազգային ժողովի նախագահը ազդել հանրապետության նախագահի որոշումների վրա, ներխուժել նրա լիազորությունների տիրույթ, ազդել որոշման ընդունման վրա։ Սրանք հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային։ Իսկ ինչ վերաբերում է, որ չի ստացել ստացիոնար բուժում։ Վահե Գրիգորյանը մինչև դատավորի պաշտոնը ստանձնել, այս մեր օրենքի, սահմանադրական դատանի մասին սահմանադրական օրենքի, դատավորը պաշտոնը ստանձնում ազգային ժողովում երթում տալու միջոցով։ Մինչև երթում հնչեցնել է, արդեն ընտրված Վահե Գրիգորյանը, խախտելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, չնախատեսված ելույթ է ունեցել ազգային ժողովում, ազգային ժողովի ելույթները թող երկար ունենա իշխանությամբ օրենքով է սահմանված։ Չնախատեսված ելույթ է ունեցել եւ հայտարարել է, որ իր երթման պահից նա ստանձնելու է ոչ միայն սահմանադրական դատանի դատավորի, այլ սահմանադրական դատանի նախագահի պարտականությունները։ Ես էլ այդ ժամանակ ճիշտ ասած սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարն էի։ Եվ ինչպես մնացած բոլոր անկողմնակալ դիտորդների, այդ թվում նաև իմ մոտ հիմնավոր կասկած առաջացել, որ մարդու հետ կա լուրջ խնդիրներ առողջական, որովհետև չի կարող մարդ ընտրվի դատավոր, ընդ որում իրավաբան ՍԴ դատավորի պահանջներին բավարարող պահանջներով իրավաբան եւ դատավորի պաշտոնը ստանձնելուց ինքնահռչակվի որպես սահմանադրական դատանի նախագահ, այն դեպքում, երբ որ սահմանադրական դատան ունի նախագահ, դա Ռայր Թովմասյանը տրված ազգային ժողովի կողմից որոշումը հիշատակեցի։ Հիմա ես իրավունք ունեմ մտածել նման կոնկրետ փաստական հանգամանքներով, որ մարդը կարող ունենա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Իսկ գործի նյութերում չկա որևէ տեղեկատվություն այդ հայտարարություն անելուց կամ դրանից հետո նրա որևէ կլինիկայում ստացիոնար բուժում անցնելու վերաբերյալ։ Հետևաբար ես ասել եմ բուժում չի անցնել։ Դա սխալը որն է կամ արատավորը որն է։ Այլ բան որ ասեմ անցածներ ես ասեի չի անցել, դա կներ զտպարտություն, բայց չի անցել։ Մեջբերումներում առանձնացված են միայն Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան, Դավիթ Խաչատրյանը, սակայն ամփոփման մեջ հիշատակվում է նաև Սեդա Սաֆարյանը, Հովակիմ Հովակիմյանի անունները, որոնց մասին որևէ հիշատակում գործի նյութերում չկա։ Պատվաստան դատան, սահմանադրական դատանի այս
ձևավորման այս փոփոխությունների օրինականության վերաբերյալ նաև հրապարակված է Սահմանադրական դատանի կայքում դատավորներ Հրայր Թովմասյանի եւ Արևիկ Պետրոսյանի հատուկ կարծիքները 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՕ 1590 որոշման կապակցությամբ։ Մենք իհարկե անհրաժեշտ պահի պարոն խնդրում եմ ֆիքսենք միջնորդություն ներկայացնելու համար, որպեսզի այս փաստաթուղթը Սահմանադրական դատանի դատավորների հատուկ կարծիքը ընդունվի որպես արտավարդային փաստաթուղթ եւ կցվի այս գործի նյութերին։ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին